Մուտքի մոտ հերթապահել օրը բացված եկար, ստերջացրու, հիմա ինձ դիպություն արա, արի գնացին գրկեմ։ Գեր Փիսո ջան, գեր գնամ, առավոտը լույսը չի բացել, արդեն մեր մուտքի մոտ հերթապահում է։ Այ Փիսո, եկավ ու ասեց, ինձ տիրություն արա, վերցրու քո խնամքի տակ, ու չգնացել։ Աշնան վերջին ամիսներին ավելի շուտ նկատեցիք, ես գիտեմ դիմացի մասն էինք, բայց այստեղ էին ինձ սպասում նրանք զգույշ, մի բրդի Զաբել նոր սայթակեցի, լավ անվտանգ ուղակի նստեցի, հասկացա անցի, Զաբել, խոտը հացա ու սոտ է տալիս, այո, կանգնեցիր, հաչացի սարգյուխին, վերջ, դե արի, տեսեք արդեն գոլոշի ա դուրս գալի, արի որցուկ ենտեղ ոչ ոք չկա, վայ ոք, վերջ, հելոք երեք, սիրուններս բացրնում կատուների մոտ, գա, հանգիստ, խելոք, ձայն կերեք, դուրը բացում եմ, իրանք եստեղ ինձ են սպասում, հեսա եկա, անցեք ձեր մոտ եկա, որ ասում են շունիկներն են սպասում, իմ դեպքում փիսիկներն էլ են հավատարիմ սպասում, իրա դրիկը, հիմա կերակրեմ ձեզ, կերեք, լավ պահեք ձեզ, տակ մնացեք մինչև, կերը նորից ավելացրեցի, հաճուկները բոլորի մաքրեցի, կերեք, իսկ ես գնամ, բոլորից սիրեցի, դե հաջողություն սիրուններս, լավ պահեք ձեզ, տեսնեմ սիրուններս որ կողմն են արևի տակ տաքանում, վստահ եմ արևի տակ, որովհետև արդեն բավականաչափ ցուրտ է և արևը հաճելի ու գրավիչ է, տեսեք, որտեղից են գալիս, իչան, այն վերևից, ներսի հատվածից, վայ, տես, եկան դիմացս, հասկացան, որ իրանք վախոտ շներ են ու մի անգամից թեքեցին ճանապարհը, լավ, եկեք, ահա, որտեղից են գալիս, ես կամանց անցնեմ, նորից չընկնեմ, որովհետև սառած են խոտերը և սայթակում եմ, արի, ասպիտակս, արի արջուկ, արի, ինչ ես նստել էդտեղ մնաց է նստած, ոտքդ ինչ ա եղել արջուկ, հլը արի տեսնեմ հլը արջուկ, հանգիստ, հա լավ, արի գնաք հիմա ես ոտքը կնայեմ, եկեք գնացին, տեսնեք ինչ ա եղել արջուկի ոտքը, խելոք եք հլը մի հատ, գժություններս էլի բռնել, ինչ ես ուրախացել, այլ գժու, վայ, երկրորդ որցուկը ձայնս գցեց գլուխը, եկեք հիմա շատ կարևոր բան եմ ասելու, լավ դուք կերեք միջև աղկոտիկը կգա, այսպիսով արդեն ապաստարանի բավականին ծավալուն աշխատանքը արված է, այս պահին պետք եմ բներ, որովհետև այսօր արդեն բավականին ցուրտ է և անհնար է նրանց տանել և բաց երկնքի տակ պահել, մի բունը ամենամատչելի տարբերակը միջին շան համար, եթե պատրաստ են, դա 40,000 դրամ արժի, ինձ մոտավորապես 20 բուն է պետք, 20 բնի համար, եթե ես փորձեմ գնել 40,000-ով, դա կանի 800,000 դրամ կամ համարժեք 2110 դոլարի կամ համարժեք 1890 եվրոյի, սակայն այդ գումարը ես չունեմ ու դժվար կարողանամ հավաքել, այնպես որ փորձել եմ ձեռք բերել նյութը, որը ավելի մատչելի կլինի, մոտավորապես մեկ շան համար կգա 15,000 դրամի կարգի, ինչը 3 անգամ կկրճատի նշված թիվը, խնդրում եմ սիրելի հետևորդներ լինել ակտիվ, աջակցել ինձ, ձեր ցանկացած նվիրատվությունը շատ կարևոր է, որպեսզի նրանք ունենան բուն, ինձ անհրաժեշտ է 20 կենդանու համար նախատեսված միջին բուն, ոչ մեծ զարդարանքով, որպեսզի կարողանամ
նրանց տեղափոխել եւ նրանք ունենան բուն։ Խնդրում եմ լինել ակտիվ, մասնակցել, ցանկացած նվիրատվություն շատ կարևոր է։ Մի րոպե տեսնեմ ինչ ա եղել, հատիկը հələ մի րոպե արել ես։ Ինչ ա տեսնեմ, ինչ ա եղել, բան չի եղել։ Լավ, երևի ցավ ա տվել։ Լավ, կեր։ Դու էլ կեր։ Էլ չեմ խոսում, որ այս վախկոչներին բռնելու համար հատուկ միջոցներ են պետք, ինչը նույնպես դժվարեցնում է ցանկացած գործողություն։ Նաև կատուների համար առանձնացված հատվածի համար է պետք ծածկ, այնպես որ ցանկացած, նորից եմ կրկնվում, բայց ցանկացած նվիրատվություն շատ կարևոր է։ Մի եղեք անտարբեր, խնդրում եմ։ Հաջողություն ձեզ սիրուններս, վախկոտի բաժինն էլ թողել եմ, շուտով այն հեռուներից կգա և կուտի։ Կերեք գնացեք մի տաք տեղ արևին տաքացրեք։ Դու ինձ հեռվից տեսա։ Լավ, արի գնացինք։ Օ, դու էլ միացար, եկեք։ Ձեր տեղը գնացեք, հիմա կեր կտամ։ Անցեք ներս, անցեք սիրուններս։ Բավականաչափ կեր լցրեցի, որպեսզի մյուսներն էլ գան ուտեն։ Դե լավ, մնացեք, լավ պահեք ձեզ։ Կեր սիրունս։ Այն աղբամանների ներքևը տոպրակի մեջ էլ կգնեք, ուտեք։ Այնտեղ միշտ կատուներ են լինում։ Փոքրիկ, արի դե, այստեղ խանութի մոտ չեմ կարող, արի։ Ուզում ես քեզ սիրեմ։ Բոլորի բիրկիք նույն վիճակն է։ Հենա, կեր այնտեղ լցրել եմ։ Կգնաս կուտես, եղավ, դե հաջող սիրունս։ Դե գնա կիր։ Չէ տակրքիր, բնավորություն ունեն, երկու ոտքով եկել փաթաթվել է ոտքիս։